Ողջույններս բոլորից սիրելիներս, քանի որ դդմիկի շրջանն է, որոշել եմ պատրաստել թեթև, համեղ եւ անուշաբույր դդմիկով աղտ։ Պատրաստված նուրբ տապակած դդմիկի, համեմված թարմ սամիթով եւ սերուցքային սոուսով։ Այս աղցանը հիանալի ընտրություն է ինչպես ամենօրյա սեղանի, այնպես էլ հյուրասիրության համար։ Սկսենք այն պատրաստելը։ Կլորաձև կտրատում ենք 5 հատ դդմիկը։ Սիրելիներս, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի դիտեք իմ բոլոր տեսանյութերը, հավանեք, տարածեք եւ կիսվեք ձեր կարծիքով։ Դա կօգնի, որ իմ ալիքը մեծ տարածում ունենա այս հարթակում։ Կտրատած դդմիկը լցնում ենք տարայի մեջ, վրան լցնում ենք աղ եւ բուսայուղ եւ լավ ձեռքերով տրորում ենք, որպեսզի այն ամբողջությամբ պատվի բուսայուղով։ Լցնում ենք այն յուղաթուղթով ծածկված տապակի վրա, այն հավասարաչափ տարածում ենք։ Դնում ենք 180 աստիճանի տակ միացրած ջեռոցը 20 րոպե։ Կտրատում ենք սամիթը, լցնում ենք դդմիկի վրա, լցնում ենք նաև հունական յոգուրտը, կարող եք փոխարինել մածունով կամ թթվասերով։ Համեմում ենք սոյայի սոուսով, ըստ ցանկության համեմել մանանեխով, համեմում ենք սխտորի փոշիով, կարմիր եւ սև պղպեղով, խառնում ենք այդ ամենը։ Ահա եւ վերջ, այն պատրաստ է։ Փորձեք պատրաստել եւ կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններ։ Հուսով եմ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը։ Սիրելիները, անպայման չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել զանգակի կոճակը, որպեսզի դիտել իմ բոլոր տեսանյութերը, հավանել, տարածել եւ մեկնաբանություններում գրեք ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը եւ ինչ փոփոխություններ կմտցնեիք բաղադրատոմսի մեջ։